предатель, крыса, ухожу! Նատալիա Ռոթենբերգը։ Դու խելոք մնա։ Այդ ինչ խոսալու ձև է։ Եվ այսպես գնանք է թեժ լեզվակրում։ Կոչվում են նաև կապանիրներ, այսինքն թաքստոցներ հատուկ։ Ձեր վրացի գործընկերոջը ասել եք, որ նա կոռումպացված Անհոգ պերաշկի էի կուտում։ Բարի օրվա այն ժամ, երբ միացրել եք մեր հաղորդումը քիչ առաջ ես խոսեցի Գագիկ Սուրենյանի հետ եւ եթե այս հաղորդումը 3000 լայք է հավաքում, եղանակը տաքանում է։ Ուհու, նաև ողջունում ենք մեր Լոս Անջելեսա հայ բարեկամներին, ովքեր նայում են մեզ հեռվից, գիտենք, որ մեզ հետևում եք, հիշեցնենք կարող եք միանալ նաև մեր Patreon-ին կլիկ անելով, ուր են կլիկ անում։ QR կարդում են հղումում description խոսքով լինքը բան ամեն ձև տվել ենք եւ հիշացնում ենք որ մեր գլխավոր գործընկեր GTB Holdings-ը արդեն գարնանային շինարարությանը ընթരാճ առաջարկում է արմատուրաներ բոլոր տեսքի եւ չափսերի Գերմանական տեխնոլոգիա, այդ ասցիր արդեն։ Չէ, դա թողել եմ։ Բայց չմացա գերմանական տեխնոլոգիաներով, բայց արարատում, բայց գերմանական տեխնոլոգիաներով։ 2 R-ն եք։ Զանգեք, պատվիրեք։ Իսկ դուք գիտեք ինչ է JMC Touring Bus-ը։ Հիմա նարեկը կբացատրի։ Եվ այսպես մի քանի փաստ 15 նստատեղ եւ հատուկին 12.5 միլիոն դրամ։ Համեմատեք են 12, 13 տեղանոց, 15, 16 միլիոնոց տարբերակների հետ։ Համեմատեցիք։ Վա։ Դե հիմա գնացեք Sky Motors։ Եվ այսպես արժեյում թեժ էր, բայց որքան թեժ։ How թեժ, ինչպես կասեն մեր Gen Z հետևորդները անգլիախոս։ Եվ երկուսը, որը դեռ կա, պատասխանեց նրանց ռեֆերենսով, որը Gen Z ենք կհասկանան, բայց Gen Alpha-ն արդեն չգիտեմ։ Կիսաբաց լուսամուտների վերացված խորհրդարանում կոռուպցիայի դեմ պայքարի հարցներ քննարկվում։ Okay, եթե կիսաբասներով ենք սկսում թողարկումը, ուրեմն հարցազրույց վերցնենք Հրաշ ջանից։ Ինքն էլ եկել խորհրդարան։ Այդ Հրաշ ջանը չէ, ուրիշ Հրաշ։ Երկրորդ Հրաշ ջանը։ Ձեր հարաբերությունները կարող են լարվել Նիկոլ Փաշինյան, չէ, դա կտաս։ Անձնական հարցերին չեն պատասխանի, բայց ինչ վերաբերում է հարաբերություններին, բնականաբար ոչ, որևէ ձևով չի կարող այդ հանգամանքը ազդել մեր հարաբերությունների վրա։ Բրավո, այո, ամուսինների կարգավիճակը ինքը փխրուն է եւ անցողիկ, իսկ աներձակը մնում է հավերժ։ Քաղաքացիական աներձակ, արի ճիշտ տերմիններ օգտագործենք։ Եվ այսպես գնանք է թեժ լեզվակրում, որը սկսեց այն պահից, երբ որ Քրիստինե Վարդանյանը խոսում էր Սերգեյ Բագրատյանին վերագրվող հրապարակման մասին, որը իշատակում էր որոշ ավազի հանքեր։ Չշփոթել Հրանտ Բագրատյանի հետ, որ вообще ուրիշ մարդ է, Սերգեյ Բագրատյանը ինքը նախկին ԲԿ-ական էր, հիմա ԿՊ-ական է, ու ընդհանրապես այդ երկու կարծես թե տարբեր ուժերը կարողանում են որոշ բիզնես պրոյեկտներ անել, ինչը կպարզեն քիչ հետո այս թողարկման մեջ։ Սերգեյ Բագրատյանի կնոջ հանքից ինչ կա։ Անի ֆիքսանիկ միլիարդից ինչ կա։ Աննա Հակոբյանի հանգստացեք, դուք այստեղից ելույթ կունենաք։ Մի վատացեք։ Հանգստացեք։ Անդիմադրի ելույթն ընդհատվեց, կրքերը լարվեցին։ Բանախոսը պետքա շուրկա ազգային ժողովի նախագահին ձեռով անի, ասի ես կորոշեմ։ Ուրեմն ես եմ ստեղ որոշելու, ազատեք ամբյոնը։ Всё, բովանդակային քննարկում հանքերի անիֆի են մնացածի մասի չի լինելու։ Ընկեր ջան, ձերքով ժեստ ա եղել, մի հատ այդ ժեստը միշտ ուղնուծուցը վերլուծենք, հետո Լապերդ։ Պաղուց է ուզում ասեից։ լապերդ։ Վերջի անգամ 98 թվին է հնչել։ Պարոն Ղազարյան, դուք էլ լռեք, կլռեք, երբ որ ասում եմ լռեք, ուրեմն պետքա լռեք։ Սա ազգային ժողովի նիստերի դահլիճն է, ձեր հայաթը չի։ Դու խելոք մնա, այդ ինչ խոսալու ձև է։ Միացել վերջացրեք է սկանդալներ սարքելը։ Okay, այս քննարկումը մի քանի րոպե շարունակվում է, բայց քանի որ մեր ու ձեր ժամանակը ափսոս է, ավելի ափսոսական աժին, առաջարկում եմ всё-таки մենք թռնենք այս մասը եւ բովանդակությանը անցնենք, չէ՞։ Իմ փոքրիկ cute միամիտ բարեկամ, ոնց է նախանձում, որդիական նախանձախնդրությամբ հետևում եմ քո դալ։ Ես զգում եի։ Զանգեք Վայե Հակոբյանին, ասեք շեֆ, դե դուք շեֆեր շատ ունեք, շեֆեր որոնց գցել եք,
Ասեք շեֆ, ինչ ես թռած։ Ինչ ես թռած։ Մի ընդհատեք ինձ, Տիկին Գրիգորյան, սովորեք տիրապետել ձեզ։ Տիկին Գրիգորյան, Ավելացրեք իմ ժամանակը, խնդրում։ Տիկին Գրիգորյան, ի՞նչ ա կարգա։ Պարոն Ռուբինյան, մի վարքյան, բա։ Տիկին Գրիգորյան։ Խնդրում եմ ավելացրեք։ Տիկին Գրիգորյան, դուք մի վարքյան լռեք։ Այսինքն դուք որևիցե վիրավորանք չի հնչում։ Այնքան տեժացավ, որ ինչ որ բայ քպականները նույնիսկ իրար բշտեցին։ Դե խառը խփոցի ժամանակ միշտ կողմնակի ուժողներ էլ դում են։ Պարոն Սիմյան, խնդրում եմ ավելացրեք։ Ես կորոշեմ, շարունակեք։ Դե խնդրում եմ որոշեք։ Ահա, երկրորդ սյուժետային գիծը ավելացավ մեր պատմության մեջ, որի հետևից մենք չենք գնալու, որովհետև Աննա Գրիգորյանն էլ Ռուբինյանի հոգեկան իրավիճակի մասին խոսեց, հիմա այսի ոնց բաց թողենք։ Զուտ հետաքրքրության համար ինչ դիագնոզ տվեց։ Հիշեցնեմ, որ մենք կոռուպցիան ենք քննարկում, փորձում քննարկել, բայց թեման շեղվեց անհույսաբար։ Քլեչի կրծեր գործընկերոջը Հայաստանի Հանրապետությունում Եթե ստատիստիկա հանենք, թե իր բոլոր ելույթների քանի տոկոսում է, որ ինձ ընդհանրապես չի անդրադառնում, մտահոգիչ կլինի։ Լավ sense բան կլինի։ Ես ժամանակին առաջարկում էի հոգեբան, ըստ տեմպերով հոգեբուժն էլ նրան չի փրկի։ Բայց լավ կլինի, պարոն Ռուբինյան, Հաննա Արդարության։ Այստեղ գալուց ամեն անգամ կամ շատ հաճախ իմ մասին խոսելու փոխարեն Գաք ու պատմեք վերջը ինչ եղավ ձեր քլեչի այդ բանակցությունների արդյունքը։ В общем, այս գիծը լրիվ անհույս է ու այդքան կարևոր չի, դրա համար կոռուպցիայի մասով ամփոփենք։ Իշխանությունը ընդդիմությանն է մեղադրում կոռումպացված լինելու մեջ, ընդդիմությունն էլ իշխանությանը կոռումպացված լինելու մեջ։ Ու երկուսն էլ շատ համոզիչ ու վստահ են նայվում կողքից։ Որ այ ձեզ հետապնդում են, որ դուք կոռումպացված չեք, դուք այդ կոռուպցիայի մեջ նստած եք ժողովուրդ, դուք այդ կոռուպցիայի փաստաբաններն եք։ Դուք սատանայի փաստաբաններն եք, հասկանում եք, հարգելի գործընկերներ։ Ոստեղ հետաքննող լրագրողները շատ անհարմար հետաքննական ռումբ են գցում, որը հիշում եք են Կոնջորյանի ավելի էժանով թաունհաուսներ գնելու մասին հոդվածը, դրա ավելի լայն իմաստով շարունակությունն է։ Պարզվում է, ըստ հետքի, որ չնայած ռեժիմը շարունակում է պայքարել նախկինների դեմ առնջում, բայց ավականի մակարդակով շատ լավ են ընդհանուր լեզու են գտնում եւ նույնիսկ ինչ-որ բիզնես պրոյեկտներ կպցնում։ Ույն բիզնես պրոյեկտներ։ Ըստ հետքի։ Գյուղատնտեսական եւ արտադրական նշանակության համայնքային հողամասերը վաճառվել են 32 միլիոն 500 հազար դրամով։ Հողամասը ձեռք բերելուց օրեր անց Հովակիմյանի մայրը այն նվիրել է որդուն, որն էլ դրա մեծ մասը 541 միլիոն դրամով օտարել է իր ընկերությանը Միլիոն Mining ՍՊԸ-ին։ Առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս ընկերության անունից հանդես է եկել Ավետ Կոնջորյանը, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը։ Այս գործարքից հետո սեփականատերը փոխել է հողամասի կատեգորիան, որ կարողանա բնակելի համալիր կառուցել։ Որում լիքը մանրամասներով պատմությունա մենք շարունակենք հետևել զարգացումներին այս պատմության, իսկ բոլոր մանրամասները հետքի տեսանյութում։ Բայց ես շատ տկի կուզեի մի հատ TED Talk լինի, էլի ո՞նց է որ հեղափոխությունից հետո ԿՊ-ականների բարեկամների մոտ այդ ջիղը ասենց արտնանում է, մեկը գտնում են այդ բանաձևը 32 միլիոնը ոնց 541 միլիոնի վերածի։ Ես կուզեի կիսվեմ գյուղատնտեսության ոլորտում, շինարարության, հովես է շատ։ Այդ ընթացքում Թաթոյանը հանդես եկավ շատ աղմկահարույց հայտարարությամբ, ինչը շատ տարօրինակ է, որտեղ ինքը շատ ցածր է խոսում։ Մեր Նարեկին նման։ Արա կողնորոշվի, բայց գոռում եմ, թե շատ ցածր եմ խոսում։ Երկուսն էլ դու հակասական կերպար ես։ Ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղել առաջ եկել։ Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն է պնդում, արբանյակային լուսանկարները վերլուծելով ու համեմատելով։ Եվ հիմա ես փաստերով, կոնկրետ ապացույցներով կներկայացնեմ, թե որոնք են դրանք։ Ըստ Թաթոյանի Հայաստանի խորքերում Վարդենիսից մինչև Ջերմուկ ադրբեջանցիների դիրքերը բարելավվել են անցած ամռանը։ Հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Վաշինգտոնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումից առաջ։ Okay, ոնց է սրան հակադարձում իշխանությունները, շատ դրամաբանորեն կմտածեք դուք։ Հնարավորինս հավասարակշռված պատասխան։ Տեղյակ եք եղել փաստորեն, որ կութը նշանառության տակ է ուղիղ, սոտքի հանքը նշանառություն։ Ուր է Թաթոյանը, որ մենք այնտեղ էինք ապրում, այդ որ
Պահպանից է եղել ինքը հայրենիքի մասին մտածող, Գեղարքունիքի մարզի բնակիչ, Գեղարքունիքի մարզի բնակչի հոգսով ապրող։ Խնդրում եմ էլի, ասեք թող կպնի իր գործերին կարճ։ Մի քիչ այն պատասխանը չի, որը սպասում ենք, նայեք, Սպուտնիկով նկարներով դրել ասում է, որ sense բան կա, հակադարձումը կուզեինք մի քիչ հիմնավորված ու շատ ավելի հավասարակշռված լիներ, ասեք որ սուտ է։ Ասեք AI-ը, ասեք Photoshop-ը, նախկիններից եկած ինչ-որ բան է։ Վարդենիսում ըստ նրա նոր դիրք է ավելացել, որ մինչև անցած հուլիս չի եղել ու թաքստոսներ են ավելացել։ Նորից էլի մինչև հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել։ Օգոստոսի մինչև 19-ը արդեն արբանյակային լուսանկարներին նրանք կատարել են շատ խոշոր ամրաշինական աշխատանքներ, այստեղ հատուկ դրանք կոչվում են նաև կապանիրներ, այսինքն թաքստոցներ հատուկ, որոնք կարող են օգտագործվել ռազմական մեքենաների համար, տանկերի համար։ Հիմա դուբլ 2 էլի ջախ Թաթոյանին полностью ապացուցեք, որ է սա սուտ է։ Ինչա հագին քաղաքակիրթ մոտեցում կլինի, այսինքն չփորձված ինչ-որ մի նոր բան։ Հայաստանի Հանրապետության 29743 կիլոմետր փոքր տարածքում ինչ որ բան է տեղի ունեցել եւ դրա մասին 1 տարի հետո Թաթոյանն է իմացել, բայց այդտեղ գյուղեր չկային, մարդիկ չկային։ Մի հատ տենց ինչ որ բան է լինում, այդ հերավոր գյուղերից մի հատ ինչ որ մանկապարտեզում հացի մեջ մի հատ մազ է լինում, դուք առաջին դրա մասին գիտեք, այդ ոնց եղավ որ ձեր նշած 6 տեղերը տենց առաջ տվեցին, վայ մի տարիա ոչ մեկ չգիտի Թաթոյանն է սա։ Էլի կուզենք մի քիչ ըստ էության, մի հատ վաբանկ գնացեք, վաբանկ, որ հետո պարզվի որ սուտ է կամ չի համապատասխանում իրականությանը, գոնե ինչ որ հետևանք ունենա այս խոսակցությունը։ Ձայնը լսեցին 2 օր առաջ եւ վաբանկ գնացին։ Թաթոյանի պնդումներին այսօր անդրադարձել է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մարդիրավունքների նախկին պաշտպանին մեղադրելով ստելու համար։ Ամեն ինչը այդ հրատապ ասուլիսները հարայ հերոսը զուտ նրա համար են, որպեսզի ես արձագանքեմ ու իրենց զրուցակից դառնամ, ես շատ կարճ կպատասխանեմ։ Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ։ Հիմա Թաթոյանը պետք է ապացուցի, որ չի ստում։ Ինչը շատ քաղաքակիրթ ու կառուցողական կլինի, բայց մենք չենք սիրում տենց բաներ։ Մենք սիրում ենք ինտրիգներ եւ դավադրություններ։ Ու այս Թաթոյանի սյուժետային գիծը անսպասելի լրիվ ուրիշ ուղղությամբ գնաց քեսի։ Նրանք չեն եկել ընտրություններում ձայն տանելու, նրանք չեն հավակնում իշխանություն դառնալու, նրանք հորինվել են ինչ որ ուժերի կողմից սևացնելու իրական ընդդիմությանը ինչպես իրենք են նշում։ Դե Քոչյանի կողմնակիցները չի թրան Թաթոյան դեմքին։ Դու էլ մտածում որ դու շատ լավ կլինի որ կպնեն sense ուժերով, ապացուցեն որ ԿՊ-ն թաքցնում է ինչ որ բան, բայց չէ, բանն այն է որ Թաթոյանը նախորդին խոսել էր ընտրությունների մասին եւ նախկին նախագահների մասնակցության մասին այդ ընտրությունների։ Սերժ Սարգսյանը, բայց կարծեք թե ոնց որ տանում են նրան որ չեն մասնակցում ընտրություններին, որքան հասկանում եմ անձամբ։ Իմ կարծիքով շատ լավ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ նույնպես հետևի այդ օրինակին։ Եվ մենք կարողանանք ի վերջո դուրս գալ այս արատավոր շղթայից։ Առաջ Հաճակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանի համար անհասկանալի է Թաթոյանի այս կարծիքը։ Հորինակ նոր կանոններ, որտեղ որևէ մեկը չի կարող մասնակցել, բնականաբար փառքի դափնիները բոլորը ձերը կլինեն։ Եթե вообще ոչ ոք չմասնակցի, Թաթոյանը ձայների 100%-ը կստանա։ Չէ, կեսը, որովհետև Արամ Սարգսյանն էլ ասում է, որ եթե Սամվել Կարապետյանի ուժը չգրանցեն, էդ էլ սրա ճիշտ կլինի։ Մի խոսքով, մենք կտրվենք այս տորթը փչելու երազանքներից եւ իրականություն վերադառնանք։ Ուստեղ բացվում է ով է բերել Թաթոյանին, հետաքրքիր թեման։ Ով է բերել Նիկոլին, չէր թեման։ Այդ երկու թեման իրար вообще չեն խանգարում։ Ինչ Սերժ Սարգսյանը Թաթոյանին նշանակել էր մի հետո իշխանություն, թողել ընդդիմադիր մեդիայով sense PR եկանում, բանեկան փորձում եք ինչ-որ մի լուրջ կերպար ստանալ, ժողովուրդ, չի ստացվում։ Սերժ Սարգսյանի փոքրիկ պրոտեժեն չի կարող լուրջ քաղաքական կերպար դառնալ։ Հասկացա, գցում են Սերժի ջեբը։ Հա, ու ոչ միայն Սերժի, այլ նաև Անդրեա Վիկտորինի։ Հիշում եք ԵՄ դեսպանին, որին ոչ մեկ նույնիսկ ես չեմ հիշում։ Հայաստան ասելով ինքը նկատի ունի Եվրամիության նախկին դեսպանին Անդրեա Վիկտորին, որի հետ ջերմագույն հարաբերություններ ուներ, գրկախառնվում էին անգամ այն ժամանակ, երբ այդ դեսպանը ընդդիմադիրների նկատմամբ կատարվող ապօրինությունները ժողովրդավարություններ համարում, ապա այո, կարելի ասել, որ Արման Թաթոյանի Հայաստանը Անդրեա Վիկտորինի անունն ունի։ Մի խոսքով, այսպես ինչ որ շատ խառը սխեմա ու չկա մի հատ բարի լուր, որ գոնե մի պա ուղեղներս թեթևանա այս ամենը։ Սպասի, ինչ ասի ամասին ասում բուն Սերժը։ Թաթոյանի հետ որևէ կապ ունեք համագործակցում, այսինքն քաղաքական համագործակցություն։ Ոչ, որևէ համագործակցություն քաղաքական չունեմ։ Եվ չեմ ունեցել։ Եվ Սերժը նույնպես հերքեց, որ իրա մարդն է։ Так, ես հասկանում եմ, որ շատ խառն եք, բայց կլինի մի հատ դրոն թրսրեք, մի հատ մանր sense
Ստուգեք Թաթոյանի ասածները բոլորի հանգստության համար, եթե իհարկե շատ խառը չեք։ Նարեկ, դմբոր, շատ ավելի կարևոր բաներ կան անելու եւ բացահայտելու, բայց դրանք երկրորդ մասում, որտեղ կիմանանք ինչ էր նվագում Փաշինյանը Թիֆլիսում եւ ինչ էր պահանջում սիրելի Գառնիկը նրանից վերադարձի կապակցությամբ եւ ով է հարձակվել սիրված ասմունքահայ Լիաննա Զորաբյանի վրա։ What? Մնացեք մեզ հետ։ Մարտի 8-ի նվերները լինում են երկու տեսակի, մեկը ծաղիկ, իսկ մյուսը ինչ-որ օգտակար իրականում բան, որտեվ ծաղիկը 3 օրից չորանում է, իսկ օրինակ լվացքի մեքենան 10 տարի էլ կծառայի։ Եթե դեռ չեք կողմնորոշվել, ապա իմացեք, որ մարտի 1-ից մինչև ապրիլի 7 Դոմուսից անգամ 8 դրամի գնում կատարելու դեպքում կարող եք մասնակցել մեծ խաղարկության։ Յուրաքանչյուր շաբաթ խաղարկվում են 8 խոշոր նվերներ՝ սառնարան, օդորակիչ, լվացքի մեքենա, հեռուստացույց, Dyson փոշեկուլ եւ այլ կենցաղային տեխնիկա։ Կա նաև 16 ամիս անտոկոս ապառիկ։ Խաղարկությունները իրականացվում են ամեն շաբաթ live մասնաճյուղից։ Կարող եք դուք էլ մասնակցել նախորդ գրանցվելով։ Սերգեյ մոտներս չեպեյա, այն բնակարանի տեսարանն եք նկարում ու ամեն ինչ թարս է։ Մեզ բաց շագանակագույն լամինատ է պետք։ Հեսա հենց հիմա բոլոր գործերս թողնում եմ, քշում եմ շինանյութի խանութ լամինատի հետևից։ Քեզ ինձ էլ պստլիկ մաղարիչ։ Բաղնիկի սալիկները սցենարով բեժ են, իստեղ եսիմ ինչ գույն է։ Բայց մաղարիչը արդեն լավ կաթ ու մածուն կերած մաղարիչ է։ Ահա, Շատ խառնես։ ահա որ, խցանում վազվզոտ։ Դիվանի ոտքը ջարդվեց, մի տեղից գթի բեր։ Հա, ու մեկ էլ հեռուստացույցը փչացավ։ Հիմա ինչ քշեմ քաղաքի մյուս ծեր կահույքի խանութ, հետո էլ տեխնիկայի մաղարիչը արդեն տիեզերքից երևում է։ Մի բան կմտածենք, դու մենակ բեր։ Հա, գալիս եմ։ Դոմուս, ամեն ինչ մեկ վայրից։ Մի կերպ հաստրեցի, չեմ լսում կախարդական բառը։ Շնորհակալություն։ Մաղարիչ, 1000 հատ խանութ եմ մտել քո խաթր։ Դոմուսի կայքը բացել եմ, մտքովդ ինչ անցնումա պատվիրի։ Դու գիտեիր, որ Դոմուսում ամեն ինչ կա։ Okay, ժամանակ չեն կորսում եւ այսպես Փաշինյանը այցելեց Վրաստան։ Իրանում պատերազմա, դրա համար պետք է շտապ ամրապնդել կապերը մյուս մեր բաց հարևան երկրի հետ։ Փաշինյանը ջան չխնայեց ցեմենտելու այդ երկկողմանի հարաբերությունները ամեն ձևով։ Շախ եւ մատ Նինո Կատամաձեին եւ Մայքլ Ջեքսոնին միասին վերցված Mission Accomplished։ Բացի թմբուկային գաստրոլներից կար էլի դες ավելի մանր-մունր թեմաներ, որոնց անդրադարձել են։ Բանն այն է, որ Վրաստան արդեն քանի ամիս է քաքի համը հանում է ու սահմանին տանում բերում է հայ վարորդներին չի թողում մտնեն։ Նախ պետք է հիշել, որ վրացիները մեր մի քիչ տհաճ ու նախանձ զարմար, այդքան էլ ճիշտ բարեկամներն են, որոնց սիրտը մենք պետք է շահենք, որովհետև բեռների մեծ մասը այդ բարի հարևանների մոտով են անցնում։ Ես շատ սիրում եմ մեր վրացիներին։ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա եւ շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը։ Հասկացաք Կոբախիձե ջան, ամբողջությամբ սիրում ենք ձեզ, թողեք այդ կոնյագիները հանգիստ անցնեն տարածքով։ Կոբախիձեն կոնկրետ բան չասեց, ասեց ջան սաղություն, քննարկել ենք, բոլորը ամեն ինչ գիտեն։ Դե մի հատ վերջնական սիրտը շահենք ու հայդա Երևան։ Ամեն անգամ այս հանդիպումներից հետո առաջին բանը, որ մենք մտածում ենք, թե երբ է տեղի ունենալու հաջորդ հանդիպումը, եւ ես հույս ունեմ եւ համոզված եմ, որ հաջորդ հանդիպման արդյունքներով մենք կարողանանք արձանագրել,
որ մեր պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան-Վրաստան համագործակցությունը երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային Okay, parza, մյուս անգամ կլինի մի փոքր ավելի լավ, քան հիմա, այսինքն չեք քաքի մեր տրանզիտի մեջ բատոնո կոբախիձե, Բայց ելույթը մի տեսակ մակերեսային էր, էլի, ոչ մի բան տենց էլ չհասկացանք։ բարեբախտաբար գոյություն ունի սիրելի Գառնիկ, որը կորզեց անհրաժեշտ ինֆորմացիան ազգային ժողովում։ Պարոն Փաշինյան, ես ուզում եմ շատ ուղիղ ասեք, դուք այդ հարցը բարձրացրել եք, որ մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց ամիսներ, օրեր շարունակ կանգնում են այնտեղ ձնի, բքի, անձրևի, եղանակային պայմանների, լինում են նաև որ ամիսներ ատևում այդ եւ կրկնում եմ, նյութական շահագրգռվածության դիմաց հնարավորություն ա լինում, այսինքն ուղիղ ասել եք այս մարդկանց, որ մենք Հայաստանի Հանրապետության իշխանությունները այս խնդիրը տեսնում ենք։ Սիրելի Գառնիկը հույժ կարևոր հարց է տալիս վարչապետին։ Ձեր վրացի գործընկերոջը ասել եք, որ նա կոռումպացված ասել եք նրան, որ շատ կոնկրետ հարց է, ու մեզ պետք է շատ կոնկրետ պատասխան։ Պարոն Դանիելյան, ոչ մի անակնկալ չկա, որ դուք ոչ թե հարց եք տալիս, այլ սադրանքով եք զբաղված։ Եթե դուք ունեք կոնկրետ տեղեկատվություն, ես ուզում եմ իմանալ, թե երբ եւ որ իրավապահ մարմնին եք դիմել։ Այսինքն ձեր սադրանքներով ես կարծում եմ, որ դուք ուզում եք խնդիրներ ստեղծեք, որ հետո գաք ելի այդ խնդիրների մասին խոսեք, հետո նոր սադրանքներ անեք, հետո ավելի բարձր խոսեք այդ սադրանքների մասին։ Խիա սադրանք, ընդհանրապես հարցնում է արդյոք ձեր վրացի գործընկերոջը հարցրել եք, որ իրանց ամբողջ պետական ապարատը մաքսայինի գծով քաքի տակարա, հարցրել եք, ընդհանրապես մի հարցն է։ Շատ լրվեցինք տնտեսության վրա, չմոռանանք, որ սա խորհրդարանական երկրի խորհրդարանն է, թիվ 1 ամբիոնը, դրա համար պերաշկու մասին էլ եկեք մի երկու հատ հարց տանք։ Նարեկ, սա խորհրդարանը, դրա համար նախքան պերաշկու հարցը ընդդիմադիրը հետախուզական զեկույցը մեջ բերեց, համաձայն որի ամեն ինչ հորի է, վիճակը հորի է։ Ինձ հետաքրքիր է, որքան անլուրջ եք մոտեցել արտաքին հետախուզական ծառայության այս զեկույցին, նորից եմ ասում, ձեր կողմից ստեղծված, որ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ պերաշկի էի ուտում ձեր քարոզարշավային ավտոբուսում, շնորհակալ եմ։ Փոխանակ դառը բիբար կրծեք, տարածաշրջանում պատերազմ է, իսկ իրանք պերաշկի են ուտում։ Իրոք է, կուկուրուզը տենց արագ մոռացվեց, հա կուկուրուզը։ Вообще պատմականորեն պերաշկի PR-ը ավելի լավ է դրված, դրա կուկուրուզը այդքան չի, նե, առողջարար է։ Պերաշկի PR-ը ուրիշ է։ Ու դե իհարկե պերաշկու թեման Փաշինյանի համար այնքան կոմֆորտ զոնա է, որ շատ հեշտ տակից դուրս եկավ, շատ հեշտ։ Արա պերաշկին ժոգ է առաջացնում։ Հասկացաք, չէ՞ ոստակից դուրս եկավ։ Այսենց։ Ու որ ինձ ասում եք պերաշկի ենք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած եւ քուրց հակած վիճակում Էլի գնացինեկան կպան սիրելի Գառնիկին, у него կոմպլեկցիա տակա, ինքը կարող է պահքի մեջ է լինի, ուղակի տեսքը նենց է կթվա թե առավոտվանից խաշլամի ջրի սիստեմայ ընդունել։ Ու քանի որ ընդդիմությունը չունի հացադուլավորի տեսք, երկրի ղեկավարն էլ շատ տրամաբանական բան ասեց։ Կամ ինչի՞ չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Որովհետև պահքի ժամանակ չի կարելի ինքնահրկիզվել, դա վատ տոն է։ Այդ դասքում առավել հայրենասեր ուժերը Երևանում Իրանի դեսպանատուն են մոտեցել եւ իրենց աջակցությունը առաջարկել։ Իրանում բնակվող բոլոր հայերից կազմավորենք կամավորական կորպուս میگه که گروهی از تمامی ارامنه در ایران تشکیل بدیم եւ այդ կամավորական կորպուսով و با اون گروه داوطلب Իրանի զինված ուժերի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ در کنار نیروهای مسلح و سپاه پاسداران جمهوری اسلامی անհրաժեշտության դեպքում در صورت ضرورت կառվել Իրանի ժողովրդի, այդ թվում Իրանում բնակվող հայերի արտաքին բոլոր թշնամիների դեմ։ Հիը բարի խաչ չեկասրանը վերադարձել է եւ ուզում է գնա Իրան, որպեսի կռվի հրթիռների դեմ։ Խաչիկ, հոգիս, դեմ եք կռվելու այնտեղ ռումբեր են ընկնում ներքև, բոքսելու եք ռումբերին, ինչ եք ան, ոնց եք կռվելու, ինչ գումար տակ։ Ուղղակի մի հատ գնահատեք Իրանի դեսպանի հայացքը, որը դասատուներ է, որ չեն ուզում սենց երախուն նեղացնեն, որտեղ շատ համով երեխա է,
ուղղակի լսում են։ من تشکر میکنم از شما برادران و خواهران عزیز. Ես շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի քույրերին եւ եղբայրներին։ Զգացիք ասրանը ո՞ւց ֆռած, ինչ քույրեր։ Տղեկով ենք հավաքված, ինչ քույրեր, եղբայրներ։ Լավ, մի քիչ ավելի թեթև լուրեր։ Աննա Հակոբյանի քայլը ոնց որ թե շատ ավելի լայն ազդեցություն է ունեցել կանանց վրա։ Այո։ Վագն Խաչատրյանն ենք Չէ, Սերգեյ, շատ ավելի վատ բանա տեղի ունենում կարծես թե Նատալիա Ռոթենբերգը։ No! Այժմ հաստատ չի, բայց ոնց որ թե Արզականցյանը Instagram-ում Նատալիա Ռոթենբերգից մեր քաղաքապետի տեխնացուից դեղին քարտ ստանում։ Նельзя построить Դուք չեք կարող թակավորություն կառուցել մեկի հետ, ով դեռ ուշադրություն է փնտրում ամբողջ գյուղում։ #Svoboda, Ազատություն, նա, վերջ, նոր։ Բայց Քյավառը գյուղ չի, կարող է իր մասին չի սա։ Կարար թվար, որ ամեն ինչ այդքան ակնհայտ չի, այո, բայց Նատալիան չի կանգնում։ Не волнуйся, они поймут твою ценность, когда не Նրանք найдут никого կհասկանան քո похожего на արժեքը, тебя. երբ չգտնեն քեզ նմանին։ Որովհետև ее трудно найти, легко потерять и невозможно забыть. Բայց քանի որ կար վտանգ, որ այդուհանդերձ Արզականցյանը այս բավական թափանցիկ նամյոկները չի հասկանա, եղավ մի հատ էլ post։ Не давай второй шанс, пусть Մի տուր ценят երկրորդ первого. շանս, թող գնահատեն առաջինից։ Предатель, крыса, ухожу, женщина. Մաչան, Արնետ, գնում եմ, կին արմատ։ Դե վերջ, պատկերացնեմ ինչքան տխուր է հիմա Արզականցյանը ձեր կարծիքով։ Այս գրառումներից հետո նրա առաջին ուղերձը։ Ամանից եմ կապնում ձեր հետ, ասեմ, որ իմանաք, այստեղ էլ ինձ Սուլթանի ադմինիստրացիայից լավ ընկերներ ունեմ, դիմավորել են ու հրավիրեցին այսօր իրենց օպերայի շենքը ցույց տվեցին, բարձրանում էին։ Իսկ Սուլթանի ադմինիստրացիան տարաճանաչ ընկեր չունեք, որ օգնի կարդալ Instagram-ում ինչ են գրում ձեր մասին։ Предатель, крыса, ухожу։ Բացի արի գույները չխտացնենք, հա, շատ հնարավոր է որ դա գրած է լրիվ այլ մարդու մասին, ով չի գնում աշխարհը գրավելու, այլ կենտրոնանում է իր գյուղում հայտնի դառնալու վրա։ Իսկ այդ ընթացքում Հայաստանում լիքը անարդարություններ են տեղի ունենում։ Այ օրինակ Սևանավանքի մոտ ինչ որ օրգ հարցակվել էր տուրգիդի վրա։ Եվ ես որպես նախկին տուրգիդ շատ վրթոված եմ։ Ոնց որ ինքը թակավորներ այդ կոմերի, ես էլ չգիտեմ, ստրուկեի ծառայի ով էր, իրան ինչ որ մի հատ համարձակվեցի դիտողություն անեմ։ Զբոսավար Վարդան Քոսակյանի ֆրանսիացի հյուրերը Սևանավանքից տպավորված են հեռացել ոչ միայն Կապուտաչյա գեղեցկուհու տեսարանով ու վանքի պատմությամբ, այլև տեղի վաճառականով։ Նրան հյութ վաճառող տղամարդն աչուձախ ճայթուկներ էր արձակում, իսկ զբոսավարի դիտողությանը բռունցքներով է պատասխանել։ Դե տհաճ մարդ հորի նրան հյութավաճառ անդաստիարակ անձնավորություն, բայց ոստիկաններն էլ խոմքյալամի թուփ չեն կմտածեք դուք։ Այո, վերջերս բարեփոխված լրիվ նոր ոստիկանությունը այդ պահին ամենամարդաշատ վայրում չէր, բայց հետո հասավ։ Քոսակյանն անմիջապես զանգահարել է ոստիկանություն, առաջարկել են ներկայանալ, բայց բացատրել է չի ուզում էլ ավելի անհանգստացնել հյուրերին։ Հանդիպել են Սևանից դուրս Երևան տանող ավտոճանապարհին։ Մինչ բարեկներն արձանագրում էին միջադեպը, Երևան տանող ճանապարհին նրանց է մոտեցել մի ավտոմեքենա։ Միանգամից առանց ինչ որ բանի մոտեկացան ինձ մունաթով, բա ինչ ա եղել։ Ասացի, իսկ դուք ով եք, շատ կուլտուրական։ Միանգամից փոխվեց բանը, հո չէին ասելու, որ մենք ընդեղից ենք, եկել ենք, տենանք քեզ ճամփին բռնենք եւ այլն։ Հիմա բարեկները տեղում են եւ կարա թվա, որ քյալամի թուփ չեն։ Կներեք էլի, որ սենց կոպիտ եմ ասում, ուղղակի հեսա պարզվելու է, որ քյալամի թուփ են կոնկրետ այս բարեկները։ Դե բարեկների ներկայությամբ այդ հյութ վաճառողի ընկերները գոնե իրանց զոսվ կպահեն։ Կմտածեք դուք։ Զբոսավարը պատմում է, որ ոստիկանների ներկայությամբ անծանոթ տղամարդիկ հայհոյելու սպառնացել են իրեն, լուսանկարել մեքենայի համարանիշներն ու հեռացել։ Իրավապահները ըստ նրա որևէ կերպ չեն միջամտել։ Այնքան տհաճ է, սա այնքան տհաճ է, ստիպված ենք ահազանգել ՆԳՆ նախարարին Արփինե Սարգսյան։ Համակարգում կան քյալամի թուփ բարեկներ Երևան-Սևան ճանապարհին։ Մինչդեռ ոստիկանության բարեփոխումները նրա մասին է, որ մի քիչ ավելի
Որը մի քիչ ավելի ворցլն են բարեկները։ ՆԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ հերքեց քյալամի թուփ չեն բարեկները։ Ներքին գործերի նախարարությունում համաձայն չեն, թե բարեկները հանգործություն են դրսևորել։ Ազատությանը հայտնում են, ոստիկանները պատշաճ ընթացք են տվել զբոսավարի բողոքին եւ որևէ թերացում թույլ չեն տվել։ Դե եկեք չբացառենք, որ ՆԳՆ-ն կամ սուտ է խոսում, կամ ուղղակի տեղյակ չի, որ իրենց բարեկների կողքը ինչ որ օրկեր հայհոյել են քաղաքացուն։ Քանի նախարարության ուշադրություն ենք հրավիրել, նաև անդրադառնանք Լիանա Զուրաբյանի միջադեպին։ Ասմունքով Լիանա Զուրաբյանի։ Անսպասելի շրջադարձ։ Բերթավանի պատկերն է, նայեք, ցինիզմ, լկտի ցինիզմ լակոտներ, ցինիզմ։ Ծնողներին ես հրավիրում եմ ժողովի եւ դասխեկներին։ Խնդրեմ, սիգարետը ձեռը, նայեք։ Պրինցիպի ստեղ կարելի է շարունակել երիտասարդի դեմքից երևում, որ որ հիմա դեռահասակ կմեծանա հələ դեռահաս չի Զուրաբյանը բնորոշեց ցինիզմ լակոտ շարունակենք ռեպորտաժը Լիաննա ինչ եղավ երբ մոտեցաք ցինիզմ երիտասարդին ձեռներս դողում է երկու անգամ ապտակ երեսիս երեխայիս ներկայությամբ երկու անգամ անչափահաս լակոտը խփեց երեսիս Դեռ ոչ մի բան չեմ հրապարակել, հենց հիմա գտնում եմ ոստիկանությունում, բայց ունեմ կադրեր։ Ապտակեց, հենց այդպես ափաշքերաբար, հոպ, ամեն ինչ այդքան միանշանակ չի։ Ձեռքի խնդիրով եկել է ու ասում է, որ խնդիրը, հա, ձեռքը էստեղ է վնասել։ Հələ նայեք, խնդիրով, ձեռքի խնդիրով եկել, ուզում են բանանել, մտում իմ մոտ է խնդիրը ստացել ձեռքի։ Ինձ ապտակելուց կարող է ձեռքի խնդիր ստացած լինի։ Ուրեմն ձեռքը վնասվել է, գնացել է իրան վնասել է, եկել է շանտաժանը, մարի էստեղ։ Փախնումա չի նկարվում։ Քո ձեռքն է վնասել ես, ուժեղ ապտակից, նայ, վրա թեքվի նայ։ Թեքվի նայ։ Okay, այս պահից վստահում ենք Բերթավանի ոստիկանությունը եւ ակնկալում արդար լուծում սիրված ասմունքահանի գործին։ Վերադառնանք մեծ քաղաքականություն։ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է առաջարկել միանալ մեր ձևովին աջակցել, բայց ասողին լսողա պետք։ Հասկանում եք, դա շատ ճկուն մոդել է, մենք առաջարկել ենք, ոչ ոք չի մերժում հերքում, բայց գործը առայժմ առաջ չի գնում։ Այսինքն եթե ցեն շարունակվի ստիպված կլինենք գնալ իմ տեխնացությամբ, ինչը շատ վատ լուր է ԿՊ-ի համար, շատ վատ։ Ինչու՞։ Այդ լրիվ ուրիշ վիճակ կլի, իրենք առաջին անգամ են առերեսվելու, այս ԿՊ-ական ռեժիմը Նիկոլ Փաշինյանը, առաջին անգամ են առերեսվելու մեր քննադատության հետ։ Ոստեղ Նիկոլեկ թքեցին։ Բայց համեցնոտ չանենք, էլի եք քննադատել իրեն։ Բաբշե քննադատել եք, բայց հմեկով, ռադիոյով, հմեկի դեբատներով, հա լիքը հետաքրքիր տելեգրաֆով, նենց որ բաց չթողնենք։ Մնացեք մեզ հետ, սպասենք քննադատությանը։ Մարտի 8-ը մոտենում է եւ օդում կախված է հարց. արդյոք միայն ծաղկե փունջը ձեր սիրո պատմությունը ամբողջովին փոխանցում է։ Ձեզ պետք է մի բան, որի շնորհիվ օդում գրված կլինի «Սիրում եմ քեզ աննասուն»։ Եվ այստեղ ձեզ օգնության է հասնում Վեդի Ալկոն։ Ներփաճաշակ վստահ ընտրություն, որը հարմար է թե ընտանեկան սեղանին, թե ռոմանտիկ երեկոյին։ Միամսյակի շրջանակներում Վեդի Ալկոյի մասնագիտացված խանութսրահում Պուշկինի 15A հասցեում ժամը 6-ից հետո բոլոր հաճախորդներին հասնելու է 15% զեղչ։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Այսինքն եթե Փաշինյանը չընտրվի, խաղաղություն չի լինելու։ Դա չի։ Ուրեմն ուզում ասեմ ինչի մասին եք խոսելու Patreon-ի մեջ։ Ասա, դա խայծ է գցում, որ մարդը միանան Patreon-ին։ Սերժի մասին։ Արա, մարդը չես կպրել այդ մարդը, չի մասնակցում։ Միակն է, որ չես նյասից աղբեր։ Հա, ոնց որ թե չեն մասնակցում։ Բայց ինքը շատ գեղեցիկ ձևով թուքումուրեց բոլոր նրանց, ովքեր impeachment-ին չի միանում, ասում է ու համատեց Ալիևի հետ։ Okay, այդ հետաքրքիր քննարկումա, որը դուք կտեսնեք, եթե միանաք Patreon-ին։ Ամեն շաբաթ մենք ձեզ ապահովում ենք որոշ չափի էնդորֆիններով։ Իսկ ինչ կարող եք անել դուք։ Սկսած $3-ից ընդամենը կարող եք միանալ մեր Patreon-ին եւ ապահովել էնդորֆիններով մեզ։